UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Ֆինանսական գրագիտությունը կարևոր է, քանի որ այն ներդրում է երեխայի ապագայի մեջ, ինչպես լավ կրթությունը, ճիշտ ապրելակերպը, առողջ սնունդը եւ այլն։ Եթե իմ երեխան իմ դրաբան բանակից առանց հարցնելու գումար վերցնի, առաջինը պետք է իմանալ պատճառը, հետո բացատրել, որ ճիշտ չի։ Լավ վարքի համար երեխային գումար տալը համարում է մեծ վտանգ նրա աշխարհընկալման հարցում, քանի որ նա կարող է բարին եւ սովորական մարդկային հարաբերությունները դիտարկել որպես ապրանք։ Համարում եմ, որ երեխաները մինչև 10 տարեկան իմաստ չկա իմանան, որ ընտանիքում ֆինանսական խնդիրներ կան, բայց 10 տարեկանից հետո կարելի է ասել, որ որոշակի ֆինանսական խնդիրներ կան։ Հասցրել եք ձեր երեխայի հետ խոսել փողի մասին։ Կարծում եք շուտ է։ Հավատացնում եմ 35 րոպե հետո դուք շտապելու եք սկսել ձեր երեխայի հետ ֆինանսական գրագիտության առաջին դասը։ Ասում եք ինքն իրեն կսովորի, հնարավոր է, բայց չկա երաշխիք, որ չի սովորի նաև սխալ բաներ։ Ֆինանսական գրագիտությունը մտածողություն է, սովորություն է, որոշում կայացնելու հմտություն, որը հնարավոր է ու պետք է ձևավորել, քանի որ այն ամբողջ կյանքի համար է։ Ինչպես, քիչ անց կիմանաք, միացեք ծնողական ժողովին։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացրել ծնողական ժողովին։ Մեր զրույցին հետևում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի զեղծարարությունների կանխարգելման բաժնի ղեկավար Մարիամ Թովմասյանը։ Նա մեկնաբանելու է մեր տեսակետները մասնագիտական տեսանկյունից եւ թողարկման համապատասխան հատվածում միանալու է մեզ այստեղ տաղավարում, հնարավորություն կունենանք երկխոսելու մասնագետի հետ։ Փորձենք հետ գնալ մեր մանկություն ու հիշենք, թե մոտավորապես երբ մեր ծնողները կամ գուցե տատիկները, պապիկները, ուսուցիչները, երբ եւ ով առաջին անգամ խոսեց մեզ հետ գումարի մասին։ Դավիթ, խնդրեմ։ Բարդ հարցեր իրականում, բայց մեր սերնդի համար այո, բարդ։ Մեր սերնդում երևի տենց կոնկրետ ինչ-որ երևույթ չեմ հիշի, որ ֆինանսական ինչ-որ խոսակցություն ա եղել, դրա մասին զարգացում ա եղել, կոնկրետ իմ հետ չի եղել։ Ճիշտ ասած, ես էլ տենց չեմ հիշում, որ հենց տենց ինչ-որ խոսակցություն ուղղված դեպի ֆինանսական կրթություն, տենց խոսակցություն չի եղել, բայց երևի թե ճիշտ կլիներ, որ զարգանար եւ նույնիսկ դպրոցներում լիներ, ինձ թվում է դա կօգներ։ Վստահությունը փողի հանդեպ ինձ տրվել է առաջին անգամ բավականին ուշ 13 տարեկանում, երբ ես առաջին անգամ երկրից դուրս մեկնել եմ համերգների։ Մինչ այդ վստահ եմ եղել, որ միայն տան մեծերը պետք է ղեկավարեն գումարը։ Մեր ընտանիքում կոնկրետ հստակ զրույց ֆինանսական գրագիտության մասին չի եղել, բայց երբ արդեն ես եւ եղբայրս մի փոքր ավելի բարձր տարիքում էինք, 14-15 տարեկան, ես հիշում եմ հայրս մեզ ամսվա համար որոշակի գումար էր հատկացնում, որպեսզի մենք կարողանայինք այդ գումարով թե գնալ մեր դպրոց, վերադառնալ այնտեղի ծախսեր, մեր գրքեր, տետրեր, մի խոսքով այն գումարը, որը որ կարող էր մեզ պետք լիներ մեկ ամսվա համար ծախսելու եւ ասեմ, որ դա 1000 անգամ ավելի բարձր էր, քան որ նստեր բացատրեր, որ պետք է գումարը այսպես ծախսել, այնպես ծախսել։ Կարևոր է փոքր տարիքից արդեն անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետքա գումարը ծախսվի, եկամուտները ինչպես պետքա բաշխվի, որպեսզի չլինի դեպք, երբ որ երեխային օրինակի համար տրամադրում ենք 1000 դրամ շաբաթական բյուջեն ծախսելու համար, ինքը երկուշաբթի օրը ծախսում է, պետքա բացատրել, թե ինչպես ճիշտ բաշխել, որ հետո չկանգնի խնդրի առ։ Ուրեմն տեսեք, մի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, մենք ծնողների մի սերունդ ենք, որոնք ոչ տանը, ոչ դպրոցում չեն ստացել համապատասխան տեղեկություններ փողի մասին, դրամական միջոցների մասին, դրանց ստեղծման եղանակների, անվտանգության մասին, ծախսելու, տնտեսելու մասին։ Եվ ուրեմն ինչպես մենք կարող ենք որպես ծնող մեր երեխայի հետ գրագետ կառուցել այս թեմաների շուրջ զրույցները, որոնք են ձեր ընտանիքում կարևոր սկզբունքները, որ դուք փորձում եք փոխանցել երեխաներին, երբ խոսքը գնում է գումարի մասին։ Խանութ ենք խաղում։ Մի քանի անգամ եղել է, որ գալիս է ինքը առևտուր անում, որ քո փողը հերիք չի անում, բայց ես այսքան ունեմ, ասում եմ, այդքանին կարաս ուրիշ բան առնես, կամ հետո ասենք փողը աշխատես, շատացնես, գաս առնես ինչ որ ուզում ես, խանութ գնալուց էլ ասենք գումարը տալիս են, որ ինքը առևտուր անի, այդ տաղամաները վերցնի։ Փորձում ենք ամեն դեպքում, որ մենք էլ սովորենք իր հետ ոնց
զբաղվենք, որ ավելի վնաս չտանք, ավելի ճիշտ ուղու վրա իրան դնենք ու ավելի գրագետ լինի այդ ամեն ինչը։ Ֆինանսական գիտության ու ֆինանսներին ծանոթանալու մեջ շատ կարևոր դեր է ու շատ բարձր է արդյունավետությունը, երբ որ խաղերի միջոցով է երեխան սկսում ծանոթանալ այդ աշխարհին։ Արփին եւ Նայրան հիշեցին կոնկրետ երբ են առաջին անգամ գումարի հետ գործ ունեցել, մոտավոր տարիքը, ու հետաքրքիր է իմանալ, թե դուք որպես ծնող որն եք համարում ճիշտ տարիք, երբ երեխան պետք է արդեն գրպանի գումար ունենա, երբ նրան թեկուզ փոքր չափով, ձեր սահմանած չափով որոշակի բյուջե եք տրամադրում։ Մենք արդեն սկսել ենք դա անել։ Այժմ մեր ավագ դուստրը 7 տարեկան է, բայց մենք 6 տարեկանից իրեն վստահում ենք փոքրիկ գումար, ինքը ինքնուրույն գնումներ է կատարում։ Սա իհարկե ունի իր վտանգները, քանի որ նա բնականաբար գայթակղվում է եւ անպայման մի բան ավել է առնում։ Բայց շատ հետաքրքիր է, որ ինքը արդեն իսկ կարողանում է հասկանալ, որ եթե իրենից ուզել ենք տվյալ ապրանքը, ու իր գումարը չի բավականացնում, որ ինքը մի բան եւս իր համար գնի, ինքը այդ ապրանքի փոքր տեսակն է գնում եւ արդեն այդքան ինքը պատկերացում ունի գումարի մասին։ Հաճախ ծնողները գումարը օգտագործում են որպես մոտիվացիայի մեթոդ, բարձր առաջադիմության համար, տնային կենցաղային գործերում օգնելու համար եւ այլն եւ այլն։ Համարում եք, որ սա ճիշտ մոտեցում է։ Իմ տղան արդեն 11 տարեկան է։ Եկավ մի պահ, որ մենք խրախուսում էինք իրեն այս չափի գիրք ընթերցելու համար այսքան գումար, այն չափի գիրք ընթերցելու համար այնքան գումար։ Տեսանք, որ ոչ, դա այդքան էլ արդյունավետ մեթոդ չէ երեխայի համար, սկզբում այո ոգևորվում է, անում է, բայց հետո արդեն իր համար դա դառնում է անհետաքրքիր եւ ուղղակի ինքը սկսում է մտածել այլ տարբերակներ գումար աշխատելու համար, կարող եմ այս անել, ինձ ինչքան գումար կտակ, այս անեմ, ինձ որքան գումար կվճարեք եւ այդտեղ հասկացանք, որ պետք է դադարեցնել այդ մոտեցումը։ Որոշակի մանիպուլյացիայի է վերածվում։ Այո, դա մանիպուլյացիայի է վերածվում, հատկապես խելացի երեխաների մոտ, ովքեր միանգամից բռնում են այդ։ Հետաքրքիր է, չէ, մանրուք թվացող բաներ են, բայց հենց դրանք էլ ձևավորում են մեր վերաբերմունքը գումարի հանդեպ։ Դեռ կհասցնենք լսել փորձագետների կարծիքներն ու վերլուծությունները։ Նախ հարցնենք երեխաներին, թե նրանց ինչին է պետք փողը։ Թող հավաքում ես։ Այո։ Հա, չէ։ Հա, հավաքում եմ։ Հա, այո։ Ինչի համար։ Որ մամայի համար բան առնեմ։ Ինչ առնես։ Կոշիկ։ Որ ինձ բան առնեմ։ Ինչ առնես։ Խաղալիք կամ շոր։ Ասեք ավտո։ Ինձ ու եղբորս ռոլիկներով կոսիկ։ Մամայս համար ծաղիկ, իսկ մամար խաղալիքներ ու շորիկներ ու կոնֆետներ։ Որ մենք ինչ-որ տեղեր գնանք տարբեր, որ հավաքեմ տարբեր բաներ առնենք։ Դե չգիտեմ, ավտո։ Խաղալիք ավտո ես առնում, հա։ Գումարես։ Տարան բաներ եմ ուզում առնել, ոչ թե խաղալիք բան։ Իսկ ես փող որտեղից։ Մամաս ու պապաս եմ տալիս։ Որ մեկը մեր տուն է գալի, գնում եմ իրենց մոտ, բարևում եմ իրանք ինձ տալիս են։ Պապաս ու մամաս են տալի, կապե գետնից եմ գտնում։ Մաման է տալիս։ Որ մաման ու պապան աշխատում են, ինձ են տալիս։ Իսկ տան գործերի, մեծերին օգնելու, խելոք ունենալու համար փող ուզել ես։ Այո։ Չէ, այո։ Դե խելոք եմ ունում։ Դե հա, ուզում եմ, բայց։ Այո։ Իսկ տվել են։ Այո։ Դե իմ մոտ այս են, իմ մոտ չտալիս։ Երբ մաման կամ պապան քեզնից պարտքով փող են ուզում, տալիս ես։ Չէ։ Հա, այո։ Չէ, այո։ Իսկ հետո պետք է քեզ նույն գումարը հետ տան, թե մի քիչ ավելի շատ։ Շատ։ Ես ուզում եմ մի քիչ ավելի շատ, բայց նույնն են տալի։ Նույն գումարը հետ տա։ Մի քիչ ավելի շատ։ Մի քիչ ավելի շատ։ Նույն գումարը։ Մի քիչ
քիչ ավելի շատ։ Քիչ ավելի։ Կամ ավելի շատ, կամ նույնը։ Բայց դու ո՞նց ես ուզում, որ ավելի շատ տան, թե հենց նույն գումարը ոնց տալիս ես դա վերադարձնեն։ Ոնց իրանք ասում են, տենց էլ է։ Վերջին հարցը թերևս սկզբունքային է։ Դրանից էլ կսկսենք զրույցը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի զերծարարությունների կանխարգելման բաժնի ղեկավար Մարիամ Թովմասյանի հետ։ Բարև ձեզ, Մարիամ։ Բարև ձեզ։ Մի իրավիճակ, երբ երեխան տանեցիներին պարտքով տված գումարը հետո պահանջում է տոկոսներով կրկնապատկված կամ եռապատկված։ Ինչպես եք վերաբերում այս իրավիճակին եւ ինչպես պետք է արձագանքեն ծնողները ձեր կարծիքով։ Սա շատ հետաքրքիր հարց է իրականում, ինքը երկու կողմ ունի այս հարցը։ Երբ որ նայում ենք, որ երեխայի մոտ ինչ-որ բիզնես մտածելակերպ է զարգանում, այդ կողմից կարող ենք դիտարկել որպես լավ, բայց այստեղ ավելի ռիսկը շատ է, երբ որ տոկոսին ենք անդրադառնում, ավելի լավ է ուղղակի այս դեպքում սահմանափակել, բացատրել երեխային, որ ճիշտ չի օրինակ տոկոսով գումար տրամադրելը, որտեղ եթե դու քո ընկերոջն ես տրամադրում, կամ ընտանիքի անդամին դու օգնում ես ուղղակի ընտանիքի անդամին, ու կարան դեպքեր լինեն, որ օրինակ այդ գումարը տրամադրես, չակնկալես էլ որ հետ ստանաս, բայց նաև կարևոր է այստեղ երեխային բացատրել, որ երբ որ պարտքային պարտավորությունների մեջ է մտնում երեխան, շատ կարևոր է գիտակցել, որ դա իր սեփականությունն է, ինքը պետք է հետ ստանա այդ գումարը։ Այստեղ հետագայում արդեն խաբվելու ռիսկը բացառելու համար։ Իսկ հիմա վերադառնանք սկիզբ մեր այսօրվա գլխավոր թեմային, ինչ է նշանակում ֆինանսական գրագիտություն եւ արդյոք սա միայն սովորելով է հնարավոր ձեռք բերել։ Այո, սովորելով հնարավոր է ձեռք բերել ու փորձն է իհարկե ֆինանսական գրագիտություն սովորեցնում։ Երբ որ մենք ֆինանսների մասին ենք խոսում, շատ կարևոր է ֆինանսապես առողջ լինելը։ Ու երբ որ խոսում ենք ֆինանսական առողջության մասին, ծնողը առաջին հերթին պետքա տիրապետի այդ ամեն ինչին, որպեսզի փոխանցի երեխային։ Այո, ֆինանսական գրագիտությունը բնականաբար սովորելու ենթակա ոլորտ է, ինքը անընդհատ զարգացող է, այսպես չի որ սովորեցիր ինչ-որ բան, մտածում ես վերջ ֆինանսներին ես արդեն տիրապետում եմ, դրանից ավել հնարավոր չի սովորել։ Անընդհատ փոխվում են ձևերը ու պետքա ծնողներն էլ երեխաների հետ մեկտեղ սովորեն ու առաջ գնան այս ուղղությամբ։ Մենք քիչ առաջ խոստովանեցինք ծնողների հետ, որ ֆինանսապես անգրագետ սերունդ ենք, մեզ նմանատիպ տեղեկատվություն չի տրամադրել կրթական համակարգը, մենք սովորել ենք կյանքի ընթացքում մեր փորձով։ Ու կարծում եմ նաև այդ է պատճառը, որ երբ մտածում եմ ֆինանսական գրագիտության մասին, իմ մտքով հիմնականում երկու բան է անցնում. ինչպես ճիշտ վարվել գումարի հետ, կարողանալ ճիշտ տնտեսել, խելամտորեն ծախսել։ Բայց ենթադրում եմ, որ այս կոմպլեքս երևույթը այլ բաղադրիչներ էլ ունի, հատկապես անվտանգությանը վերաբերող եւ ոչ միայն։ Պետք է խնդրեմ մի քիչ ավելի բացեք այս հասկացության շեմը մեզ համար։ Այստեղ շատ կարևոր է թե ինչ տարիքի երեխաների մասին ենք խոսում։ Երբ որ մենք արդեն մի փոքր ավելի բարձր տարիքի մասին ենք խոսում, երեխաներում այդ ժամանակ արդեն անվտանգության հարցերն են առաջանում։ Շատ տարածված է, օրինակ, ծնողները բացի գումարից նաև քարտեր են երեխաներին տրամադրում, շատ է լինում, որ վոլետներ են տրամադրում, որպեսզի տրանսպորտից օգտվեն, հասանելիություն են տալիս, իսկ երեխաները այստեղ կարող են առնվազն զեղծարարության զոհ դառնալ, այսինքն իրենք կարող են չգիտակցելով տեղեկատվություն տրամադրել այլ անձանց ու ծնողների ֆինանսական միջոցները այլ անձը գողանա, իրենք չգիտակցեն։ Այստեղ էլ շատ կարևոր է, որ ծնողն էլ տիրապետի այդ տեղեկատվությանը ու երբ որ երեխային ինչ-որ գործիք է տալիս ֆինանսական, շատ լավ բացատրի, թե դրա ռիսկերը ու հետևանքները ինչ կարող են լինել։ Առաջարկում եմ մեր քննարկումը տեղափոխել տաղավարային հատված, որտեղ մեզ սպասում են ծնողները, խնդրեմ համեցեք։ Հարգելի ծնողներ, դուք տեսնում եք, ձեր առջև դրված են ցուցանակներ, ճիշտ է եւ սխալ է գրություններով։ Պետք է խնդրեմ վերցնեք դրանք եւ նախապատրաստվեք խաղալու հետաքրքիր մի խաղ։ Ես ընթերցելու եմ պնդումներ ու խնդրելու եմ ձեզ ցույց տալ ձեր վերաբերմունքը, ձեր մոտեցումը ճիշտ է սխալ է գրություններով, իսկ Մարիամը կմեկնաբանի իր մասնագիտական գիտելիքների եւ փորձի հիման վրա։ Երեխային պետք չէ փող տալ, քանի դեռ նա չգիտի դրա արժեքը։ Ճիշտ է թե սխալ է այս մոտեցումը։ Բոլորը ասում են, որ ճիշտ է։ Ինչ կասեք։
Այստեղ մի քիչ հակասական բան կա, որովհետև երեխային հենց գումարը տրամադրելիս միանգամից բացատրում ենք նաև, հա, այդ պահն է, երբ որ առաջինը պետքա փողին ծանոթացնենք։ Ֆինանսական գրագիտությունը այստեղից է սկսում։ Այստեղ իրականում բացարձակ ճիշտ պատասխան չկա, հա։ Համաձայն եմ նաև ծնողների հետ, որ այո, պետքա արժեքը լավ բացատրել, բայց իրենք զուգահեռ են աշխատում։ Հաջորդ հարցը. երեխային պետք է գումար տալ միայն որոշակի պայմանով, կանես, կստանաս սկզբունքով։ Ճիշտ թե սխալ եք համարում պայմանով գումար տրամադրելը։ Բոլորը ասում են, որ սխալ է։ Այո, սխալ է միայն պայմանով գումար տրամադրելը, որովհետև երեխային նախ պետք է սովորեցնել, հա, գումարի հետ ինչպես վարվել, գումարը ծախսել, գումարը աշխատել, այդ ամեն ինչը պետքա սովորեցնել ու ամբողջը պայման չի, որը որ տրամադրվում է, հա, երբ որ երեխային սպառողական ծախսերի համար գումար են տրամադրում, չպետքա պայման տրվի, բայց շատ կարևոր է բացատրելը, թե այդ գումարը ինչպես պետքա ծախսվի, այստեղ է արդեն հիմքը, ոչ թե պայման դնելու մեջ։ Պայմանները սովորաբար լավ չեն աշխատում, հա, ավելի ճիշտ է բացատրելը, թե ինչի համար է այդ գումարը տրամադրվում կամ ինչ կարող է ինքը անի այդ գումարի հետ։ Հաջորդ հարցը. երեխան պետք է մասնակցի ընտանիքի բյուջեին առնչվող քննարկումներին։ Կախված տարիքից։ Հա։ Եվ այսպես, եթե համարում եք, որ երեխան կարող է մասնակցություն ունենալ ընտանեկան բյուջեի քննարկումներին, ապա ինչպես պետք է դա անենք։ Այո, համաձայն եմ, որ երեխան պետքա բյուջեի քննարկումների մասնակցի, ուղղակի պետքա սկսել շատ փոքր քայլերից։ Ինչա բյուջեն իրանից ներկայացնում, հա, այսինքն այդ եկամուտը ինչա, ծախսը ինչա, ինչպես ենք դա աշխատում, ինչպես ենք հետո դա ծախսելու, ինչ ուղղություններով, ներառել փոքր քննարկումների մեջ ընտանեկան, որպեսզի երեխան նախ ինքը չհամարի, որ դուրս է մնում ընտանեկան ինչ-որ քննարկումներից ու հասկանա, որ այո, ինքը կարևոր է նաև ֆինանսական, այսինքն այստեղից էլ է պատասխանատվություն առաջանում երեխայի մեջ, որ ինքը հասկանում է, որ այստեղ ինքն էլ ինչ-որ որոշում կայացնելու գործընթացին գոնե կմասնակցի։ Այո։ Շատ լավ, հաջորդ հարցը. եթե երեխան գրպանի փող չունենա, անիմաստ ծախսեր չի անի։ Սխալ է, երևի կարծում եմ։ Տնօրենները ասում են, որ սխալ է, պետք է խնդրեմ նաև բարձրաբանեք ինչու։ Եթե հարցին sense մի փոքր չոր անդառնանք, եթե երեխան գումար չունենա, անիմաստ չի ծախսի, բնականաբար այո, եթե երեխան փող չունենա, գումար չի ծախսի։ Բայց եթե իրականում հարցին անդառնանք բովանդակային, հա, առումով, տարբեր երեխաներ տարբեր հասակից են, հա, հասնում են պահին, երբ որ իրանք ավելի լավ են ճանաչում փողին, բոլոր երեխաները նույնը չեն։ Այսինքն այստեղ պետքա ծնողը նաև լավ հասկանա, թե ինքը որ փուլում պետքա երեխային տրամադրի այդ գումարը, բայց գրպանի փող ասվածը երեխայի մոտ այստեղ նաև շատ կարևոր է, որ դրանով երեխան սովորում է, թե ինչպես է տնօրինում, ինչպես է ներդրումներ անում, ինչպես է կառավարում իր գումարը, նաև ինչու՞ չէ, ինչպես է ծախսվում եւ այլն։ Շատ կարևոր է, որպեսզի երեխան օրինակի համար, երբ որ արդեն դպրոց է երեխան գնում, այդ ժամանակ գումար են տրամադրում երեխային, ծնողները կարող են օրինակ ոչ թե օրական տրամադրել, այլ շաբաթական տրամադրել գումարը, որպեսզի երեխան ինքը կարողանա բաշխել։ Ու բացատրեմ, որ սա գումարը երբ որ տրամադրում է, դա մեկ շաբաթվա գումարն է։ Երեխան ինքը արդեն իր որոշումներով կհասնի նրան, ինքը ճիշտ է այդ գումարը բաշխել, թե սխալ է բաշխել գումարը։ Եթե ինքը առաջին օրը ենթադրենք 1000 դրամ են տրամադրել, 1000 դրամը առաջին օրը ամբողջությամբ ծախսի, ինքը կգիտակցի, որ հաջորդ օրերը օրինակ սոված կմնա դպրոցում։ Դա էլ մի հատ փորձ կբերի, որ երեխան հասկանա, հա, թե ինչպես է ծախսելու։ Դրա համար շատ կարևոր է որոշակի տարիքում արդեն գումար տրամադրելը երեխային, բայց նաև բացատրել կարևորությունը, թե գումարը ինչպես պետքա ծախսի։ Ու այստեղ երեխաները նաև սովորում են խնայողություն անել։ Երբ որ գումարը տրամադրվում է ոչ թե օրական, այլ շաբաթական, երեխաները այստեղ կարողանում են նաև իրենց ինչ-որ այլ պահանջմունքների համար որոշակի գումարներ խնայել ու այստեղ սովորում են, թե ինչա խնայողություն անելը, ոնց կարելի է անել։ Երեխային տրվող գումարի չափը պետք է պայմանավորված լինի ընտանիքի հնարավորություններով։ Ունենք շատ, տալիս ենք շատ։ Ֆինանսական գրագիտության հիմնական սկզբունքներից մեկն է, որ երեխաները սովորեն
փողին ոչ թե նպատակ տեսնել, այլ միջոց տեսնեն։ Այսինքն, երբ որ գումարը տրամադրվում է, բնականաբար, եթե անդրադառնանք հարցի մյուս կողմից, ընտանիքի բյուջեին պետքա որոշակիորեն հարմարվել, այո, պետքա հարմարվի երեխան, եթե քիչ բյուջեի մասին է խոսքը։ Եթե շատ բյուջեի մասին է խոսքը, արդեն այս դեպքում երեխաների մոտ գիտակցությունը փողի արժեքի կորում է ու արդեն նաև փող աշխատելու կարողությունը հետագայում հնարավոր է լավ չձևավորվի այս փուլում, երբ որ շատ գումար են տրամադրվում։ Այստեղ նորից շատ կարևոր է ծնողների ֆինանսական գրագիտության բարձրացումը, այստեղ էլ ծնողները էլի պետք է աշխատեն, որ իրանք հասկանան, թե որ փուլում, որ հարցի ժամանակ ինչքան գումար պետք է տրամադրեն, այլ ոչ թե տրամադրեն այնքան, ինչքան հնարավորություններն է իրանց։ Գալով նրան, թե որ իրավիճակում, որ տարիքում որքան գումար պետք է տրամադրվի, այսպիսի մի բաժանում կա, ներկայացնեմ, կարծում եմ օգտակար կլինի բոլորիս համար։ 6-ից 8 տարեկան երեխաներին շաբաթական փոքր գումար ենք տրամադրում խանութում մի բան ընտրելու ազատության համար, որպեսզի ունենա այդ ազատությունը։ 9-ից 12 տարեկաններին գրպանի պարբերաբար տրվող գումար նախապես պայմանավորված ծախսերի համար, 13-ից մեծ երեխաների համար ավելի մեծ պատասխանատվություն ու նաև կատարած ծախսերի մասին հաշվետվություն։ Սա մեր խորհուրդն է ծնողներին, որովհետև այո, յուրաքանչյուր տարիքում տարբեր բյուջեներ, տարբեր պատասխանատվության չափ եւ գրագիտության տարբեր մակարդակ։ Եվ որպես մեր զրույցի վերջաբան, պետք է ձեզ խնդրեմ, որ մեզ ծնողներից մի փոքր ուղղորդեք։ Հաղորդման ամենասկզբում մենք անկեղծորեն խոստովանեցինք, որ ֆինանսական գրագիտությամբ չփայլող սերունդ ենք, գոնե մեր մանկության եւ պատանեկության տարիներին տեղեկատվություն չենք ստացել, կյանքի ընթացքում ձեռք ենք բերել փորձ։ Ինչպես կարող են ծնողները բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը, ինչպիսի գործիքներ ու հնարավորություններ կան մեծահասակների համար այսօր։ Նախ ծնողները երեխաների հետ են սովորում, բայց եթե նայենք, թե ինչ միջոցներ կան գրագիտությունը բարձրացնելու, օրինակ Հայաստանում շատ լավ մի հատ կենտրոնական բանկը ունի ABC Finance.am edge-ը, որտեղ ամեն ինչ ֆինանսական գրագիտության մասին է, այսինքն ֆինանսների մասին ամեն ինչ, բոլոր տեղեկատվությունը այնտեղ հնարավոր է գտնել, սկսած տոկոսադրույքները ինչպես են աշխատում, ավանդը ինչ է, վարկը ինչ է, եթե արդեն գնում ենք մի փոքր ֆինանսական համակարգի Նաև խնայողությունները ինչպես պետքա կատարվի, ներդրումները ինչպես պետքա կատարվի, այդ ամեն ինչը այնտեղ արկա է, ու դե հիմա այս տեխնոլոգիական առաջընթացի փուլում շատ հեշտ է, ֆինանսական գրագիտությամբ զբաղվելը, ընդհանրապես պետքա որոշակի օրինակ YouTube-ում մտնել ու հոլովակներ նայել, որտեղ բազմաթիվ են, այդ դեպքի ուղղակի պետքա ճիշտ ֆիլտրել այս դեպքում, որովհետև աղմուկը շատ է, այո, կոմպետենտ աղբյուրներին, այսինքն ֆինանսական հաստատություններին, պետական հաստատությունների որոշակի վստահելի աղբյուրներից նայել եւ այստեղ կրթվել։ Ու նաեւ կան որոշակի ֆինանսական գրագիտություն բարձրացնող ոդկասթեր Հայաստանում արդեն, որոնք որ եւս բավականին տեղեկատվություն են տրամադրում։ Մարիամ, շնորհակալ եմ շատ, որ այսօր միացաք ծնողական ժողովին։ Թեման շարունակելու եմ հոգեբանի հետ, վարքյաններ անց հարգելի ծնողներ։ Հավանաբար դուք եք նկատել, որ երեխաների հետ փողի մասին խոսելիս ծնողներս շատ ավելի զգուշավոր ենք դառնում։ Ես ունեմ իմ վարկածը։ Ենթադրում եմ, որ մեծահասակներից վախեցնում է այն միտքը, որ երեխան չափից շատ կարևորություն կտա փողին ու այն կդարձնի գեր նպատակ։ Ֆինանսական գրագիտության եւ նյութապաշտության հատման կետերի ու բաժանարար գծերի մասին կխոսենք հոգեբան Նարինե Ադամյանի հետ։ Բարև ձեզ, Նարինե։ Բարև ձեզ։ Ինչպես է լինում, որ փողը երեխայի կյանքում զբաղեցնում է շատ կարևոր դեր։ Արդյոք այստեղ տեսնում եք նաև որոշակի վտանգներ։ Ես կարծում եմ առհասարակ երեխան կրում է այն բոլոր արժեքները, որոնք կան մեր ընտանիքներում։ Այսինքն սա ուղղակիորեն անդրադառնում է, թե երեխան ինչն է կարևորում։ Այս պահին ուղղակի ծնողները պիտի մի հատ իրենց հարց տան։ Արդյոք իրենք իրենց կյանքում նույն այդ գումարը աշխատելը, այդ փող ունենալը առաջին պլանում չեն դրել։ Կարծում եմ այս հարցից պիտի սկսենք, որովհետև երեխան որքան փոքր, այնքան ընտանիքի օրինակը եւ ծնողների օրինակը իր համար ամենաառաջնայինն է։ Կան իրավիճակներ, երբ ծնողը նկատում է, որ երեխան առանց թույլտվության վերցրել է գումար ծնողի կամ այլ մեծահասակի պայուսակից, պարտադիր չէ պայուսակից կամ պարզապես սեղանին դրված գումարը, որն իրենը չէր, երեխան վերցնում է առանց հարցնելու։ Սրա մեջ կա որոշակի ահազանգ պարունակող նոտա եւ ինչպիսին պետք է լինի ծնողի համաչափ արձագանքը երեխային բացատրել ու նաեւ չվնասելու իմաստով։
Իրապես պիտի զգոն լինենք նման իրավիճակներում, որովհետև պիտի նախ հասկանանք ինչի է դա երեխան արել, այսինքն որն է եղել շարժառիթը, որ երեխան վերցրել է գումար, այսինքն ինչ նպատակի համար է ինքը պատրաստվում այդ գումարը ոնց որ վերցնել է եւ ծախսել, կամ միգուցե տվել է մեկ ուրիշին, չգիտեմ, մի հատ սա պիտի բարձենք, բայց ես կարծում եմ այս անհանգստությունները չեն լինի այն պարագայում եւ այստեղ բանդալին ծնող երեխա վստահելի հարաբերություններն են։ Որովհետև եթե երեխան ունենա այն վստահությունը, որ ինքը իր ծնողին կարող է ասել իր մտահոգությունների, անհանգստությունների եւ կհասկանա ծնողը, կընդունի, հա, եւ կարող է իրեն աջակցել եւ ուրիշ ճանապարհ ավելի, հա, կառուցողական ցույց կտա իրեն, միգուցե այդ քայլերին չդիմի։ Դեռասությունից սկսած, որը շատ այսպես պիտի ուշադիր լինենք այդ ժամանակ երեխայի նկատմամբ, շատ նաև ռիսկեր է պարունակում իր մեջ, այն առումով, որ նույն այդ գումարը կարող է երեխան վերցնել իր հասակակիցների դրդմամբ եւ չգիտենք նաև ինչի վրա են ծախսելու այդ գումարը, այսինքն ռիսկեր կան միանշանակ եւ այդտեղ էլի կշշտեմ բանալին մեր վստահելի հարաբերությունները երեխայի հետ։ Լսել եմ այսպիսի մի երկխոսություն իմ ընկերների միջև, մեկն ասում էր, որ եթե ընտանիքը ունենա ֆինանսական դժվարություններ, երեխան պետք է պարտադիր իմանա դրա մասին եւ ծնողների, ընտանիքի մյուս անդամների հետ միասին անցնի այդ դժվարությունների ճանապարհը, որոշակի զրկանքների դիմելով եւ այլն։ Մյուսն ասում էր, որ երեխան ոչ մի պարագայում չպետք է իմանա, թե ծնողները որքան գումար են վաստակում, արդյոք ունեն որոշակի դժվարություններ, ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ այդ ֆինանսական միջոցները համապատասխանաբար ծախսելու հետ։ Ինչպիսին է ձեր մոտեցումը այս հարցում։ Ես կարծում եմ, սա երեխայի տարիքից է կախված։ Իհարկե ավելի մեծ երեխաներին, հա, դեռահասության ժամանակից սկսած մենք կարող ենք ներգրավվել առհասարակ, հա, թե մենք ինչ դժվարություններ ունենք, հա, ինչ մասով, սա մեզ կարող ենք թույլ տալ, սա մեզ չեն կարող թույլ տալ։ Բայց փոքր երեխաներին դնել այդ մեծահասակների բեռը իրենց ուսերին, դա մի քիչ անարդար է, եւ երբեմն ծնողները կարող է երեխային այսպես երեսով էլ տան ու ասեն, քեզ համար այսքան բան ենք անում։ Ես քո կրթության վրա այսքան գումար եմ ծախսում, հա, բայց պիտի հասկանաք սա մեր ընտրությունն է, հա, մենք ենք որոշել այդ գումարը ծախսենք եւ փոքր երեխային դնել, հա, այդ ծնողների սպասելիքների արդարացնելու բեռի ներքո արդար չէ։ Եվ մենք դա պիտի հաշվի առնենք։ Իսկ դեռահասությունից սկսած իհարկե երեխան պիտի նաև ընդհանուր պատկերացում ունենա իրենց ընտանիքի ֆինանսական բյուջեի, ինչ կարող են իրենց թույլ տալ, ինքը ինչպես կարող է միգուցե օժանդակի, հա, իրենց ընտանիքին։ Արդյոք ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ այցելուները, գուցե ծնողները եկել են ձեզ մոտ եւ նրանց խնդիրը կապված է եղել ֆինանսական գրագիտության պակասի ու դրա հետևանքների հետ։ Կարող են դիմել, երբ որ այո, երեխան օրինակ առանց հարցնելու գումար վերցնի, մտահոգված լինեն, թե դա ինչի մասին կարող է խոսել եւ այստեղ նաեւ սոցիալական շատ ճնշում կա, երբ որ սոցիումում դա ինչպես կընկալվի, անհանգստացած, որ արդյոք այլ տեղերից էլ չվերցնի, այսօր մեր ընտանիքն է, վաղը ուրիշ տեղերից կարող է վերցնի եւ այդ հարցերով կարող են դիմել այո։ Կարծում եմ ժամանակակից աշխարհում ակտուալ են նաև խաղադրույքներ կատարելը, որը հետագայում բերում է խաղամոլության, իսկ սա արդեն հենց հոգեբանին ուղղված մի հարցում է եւ նմանատիպ այլ բաներ, այսինքն կյանքի իրավիճակներ, որ կապ ունեն գումարի հետ եւ բերում են հոգեբանական որոշակի խնդիրների։ Մեզանում տարածված այսպիսի մի մտայնություն կա, որ գումարը երեխային փչացնում է։ Ինչպես պետք է ծնողները բացատրեն երեխային գումարի էությունը առհասարակ ինչ է, որպեսզի դա չունենա վատ անդրադարձ իր հոգեբանական նկարագրի վրա։ Նայած մենք ինչի համար ենք գումարը տալիս։ Եթե մեր նպատակն է երեխային սովորեցնենք ինքնուրույնություն, պատասխանատվություն, պլանավորում, հա, իր ծախսերի, այո, սա ուրիշ նպատակ է, բայց եթե մենք գումարը օգտագործում ենք նրա համար, որ այսպես, հա, վարքի կառավարման որպես մեթոդ լինի եւ մենք կարողանանք կառավարենք երեխային, սա կարճաժամկետ պահով ինքը տալիս է իր արդյունքում, բայց շատ մեծ վտանգներ է ներկայացնում երկարաժամկետ պլանում արդեն երեխայի համար, երբ որ եւ կան հետազոտություններ, օրինակ եթե երեխան ներգրաված մի գործունեությամբ զբաղվում է, եւ մենք որոշում ենք դրա համար իրեն ցենց պարգևատրել, կորում է այդ ներգրավվածությունը։ Ես կարծում եմ շեշտը պիտի դնենք, որ երեխան ներգրավված լինի գործունեության մեջ, այլ ոչ թե արդյունքի եւ այդ գումարը ստանալու համար։ Այսինքն արք ու վաճառքի չվերածենք տարբեր հարաբերություններ մեր կյանքում։ Այո, եւ կարծում եմ երեխան պիտի հասկանա եւ նույնը մեծահասակները ամեն բան չեն անում գումարի համար, այսինքն օրինակ իր սիրելի կենթանուն կերակրել, արդյոք դրա համար մենք պիտի երեխային գումար տանք, կամ երբ որ տեսնում է, հա, ջուրատանում իր պապիկին կամ տատիկին է տալիս, կամ օգնում է իր ընկերոջը, արդյոք մենք սրա համար պիտի երեխային գումար տանք։ Կարծում եմ այդպես մենք չենք ձևավորում պատասխանատվություն երեխայի մոտ եւ որոշ երևույթների արժեվորում։
Շնորհակալ եմ Նարինե, որ այսօր ծնողական ժողովում եք։ Ամենայն բարիք ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հաջողություն։ Հարգելի ծնողներ, մեր զրույցը արդեն աստիճանաբար եզրափակելով պետք է խնդրեմ մի փոքր վերլուծեք, թե այսօրվա քննարկումը ինչ տվեց ձեզ եւ ինչ շտկումներ կմտցնեք ֆինանսական դաստիարակության ձեր մոտեցումներում ու որոնք են այն գլխավոր եզրահանգումները, որոնցով այս տաղավարից դուրս գալով կկիսվեք նաեւ ձեզ ծանոթ մյուս ծնողների հետ։ Խնդրեմ Դավիթ։ Կարծում եմ նաեւ այդ ամեն ինչի հետ մեկտեղ պետք է երեխաներին նաեւ սովորացնել աշխատանքը գնահատեն։ Կապ չունի ինչ աշխատանքը ձեւ, որովհետեւ ամեն ինչը մեր կյանքում շահկապված է ու ամեն աշխատանքը իր բնույթով օգուտ է տալի բոլորին։ Ու այդ բոլոր աշխատանքները պահանջում են, որ իրանք ստանան իրանց համապատասխան գնահատականը։ Դա էլ է ներդրում մեր կյանքի մեջ, մեր հայրենիքի մեջ։ Պետք է երեխաներին բացատրել, որ փողը դա ավելի շատ գործիք է, այսինքն ինքը ոչ լավ է, ոչ վատ է, բայց նաև չպետք է մոռանալ մեր մարդկային արժեքների մասին, դա ազնվություն, բարություն, որ իրար օգնեն, ինչ որ նվերներ անեն, բարեգործություններ անեն, այսինքն պետք է բալանսը ամեն դեպքում կարողանալ պահել, որը որ շատ դժվար է եւ մեծ աշխատանք է։ Ֆինանսական գրագիտության առաջնային կոմպոնենտ է անվտանգությունը եւ կարծում եմ այսօր բոլորս կխոսենք մեր երեխաների հետ կամ կհիշեցնենք նրանց, թե որքան կարևոր է քարտային օրինակ գաղտնաբառերը կամ էլեկտրոնային դրամապանակների դեպքում որքան կարևոր է դրանք անծանոթներին չտրամադրելը եւ հիշելը, որ անվտանգությունը առաջնային դեր ունի։ Երեխային նաև պետք է սովորեցնել սիրել նաև գումարը, այո, ինչու, ոչ թե կուրկ դարձնել, այլ ուղղակի սիրել գումարը եւ այն դարձնել միջոց։ Եթե մենք միայն գումարի մասին խոսենք բացասականորեն, զգուշացնելով, դա նույնպես երեխայի մոտ կարող է ձևավորել որոշակի բարդույթներ ի վնաս նրա, որ գումարը վատ բան է, բայց մենք պետք է նաև կարողանանք այնպես երեխային տրամադրել, որ գումարը մեր ձեռքում միջոց է, մեզ ավելի անվտանգ, հա, եթե կարելի այդպես ասել, ապահով զգալու եւ ապրելու համար, ինչու ոչ նաև մեր որոշակի երազանքներ նաև գումարի միջոցով կյանքի կոչելու։ Ու եթե երեխան ունի բիզնես հակումներ, որոշակի ձեռներեցության ջիղ, փորձենք օժանդակել դրա զարգացմանը։ Երբեմն իսկապես բարդ է երեխաների հետ փողի մասին խոսելը, բայց եթե մեզ թույլ տանք սովորել մեր երեխաների հետ, ամեն ինչ անհամեմատ ավելի հեշտ կլինի։ Երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնելու համար սկսեք փոքրիկ խնայատուփով ու կամաց-կամաց հասեք նրա առաջին բյուջեին։ Սովորեցրեք ոչ միայն տնտեսել, այլ նաև պլանավորել ու ծախսել։ Տվեք որոշում կայացնելու հնարավորություն, բայց շարունակեք ուղղորդել։ Եվ մի մոռացեք, որ երեխաներին խոշոր հաշվով միևնույն է, թե մենք ինչ ենք ասում։ Նրանց համար շատ կարևոր է, թե ինչպես ենք ապրում։ Փողի հարցում էլ նրանք կրկնում են մեր վարքն ու մեր վերաբերմունքը։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ, որ այսօր ծնողական ժողովում եք, կարծում եմ հետաքրքիր ու օգտակար քննարկում ստացվեց։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։